Կիմ Չեն Ընը իր 13-ամյա դստերը ներկայացնում է որպես իր իրավահաջորդ։ Հարավային Կորեայի հետախուզություն։ Կիմ Չեն Ընի երիտասարդ դուստրը, որը վերջերս նրան ուղեկցում է ամենուր, հրթիռային փորձարկումներից մինչև ռազմական շքերթներ, ամենայն հավանականությամբ կհաջորդի նրան։ Այս եզրահանգմանն է եկել Հարավային Կորեայի հետախուզությունը, այնուամենայնիվ ընդգծելով, որ դեռևս քննարկում է Փհենյանի իրավահաջորդության ծրագրերի տարբեր տարբերակներ։ Կիմ Չժուէնն առաջին անգամ հանրությանն է ներկայացել հոր հետ 2022-ի նոյեմբերին, նոր Հվասոնգ 17 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման ժամանակ, եւ այդ ժամանակվանից ի վեր պարբերաբար ներկա է եղել բոլոր կարևոր միջոցառումներին։ Ենթադրվում է, որ նա մոտ 13 տարեկան է, չնայած Կիմի, նրա կնոջ եւ երեխաների ծննդյան ճշգրիտ ամսաթվերը երբեք պաշտոնապես չեն հայտարարվել։ Նրա հանրային գործունեության եւ հրապարակային ելույթից հետո նրա նկատմամբ ցուցաբերված հարգանքի մակարդակի մանրակրկիտ վերլուծության հիման վրա կարելի է ենթադրել, որ Կիմ Չժուեն ամենահավանական իրավահաջորդն է։ Նրա նկատմամբ մշտական ուշադրությունը կարող է դիտվել որպես ապացույց այն բանի, որ Հյուսիսային Կորեան ներքին բարդ գործընթացների պայմաններում շտապում է ցույց տալ իր մտադրությունները կհաժառանգության վերաբերյալ, ասվում է ազգային հետախուզական ծառայության հայտարարության մեջ։ Իր հերթին Հյուսիսային Կորեայի արտաքին դիտորդները նշում են, որ տեղական լրատվամիջոցները, որոնք սկզբում պաշտոնապես Չժուեին անվանում նրան կամ Կիմի սիրելի դուստր, այժմ նրան կոչում են հարգված, որը դիմելու ամենապատվավոր ձևն է։ Օրինակ, Կիմ Չեն Ընին անվանել են հարգված ընկեր միայն այն բանից հետո, երբ վերջնականապես որոշվել է նրա կարգավիճակը որպես երկրի ապագա առաջնորդ։ Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին ծննդյան պահից ի վեր ներարկվել է այն միտքը, որ կիմերը գրեթե աստվածային արյուն ունեն եւ նախատեսված են կառավարել երկիրը։ Այսպիսով կասկած չկա, որ Կիմ Չեն Ընը կցանկանա շարունակել այս ավանդույթը, ապահովելով կիմերի 4-րդ սերնդի ներկայացուցչի հաջորդ առաջընթացը դեպի իշխանության գլուխ։ Առայժմ նրա դուստրն ուշադիր հետևում է հորը, վերջերս դեկտեմբերին նրանք միասին ներկա էին Հվասոնգ 18 նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը։ Ավելի վաղ նոյեմբերին նրանք համատեղ դիտարկել էին Մալիգյոն 1 լրտեսական արբանյակի ուղեծիր արձակումը, որը ըստ Փհենյանի կարողացել է մանրամասն լուսանկարել Սպիտակ տունը։ Վերլուծաբանները կարծում են, որ դստերը հանրությանն այդքան երիտասարդ տարիքում ներկայացնելով Կիմ Չեն Ընը հույս ունի, որ մինչև լիակատար իշխանության գլուխն անցնելը բոլորը կսովորեն նրան եւ նա առանց խոչընդոտների կհաստատվի որպես առաջնորդ։ Հարավային Կորեայի հետախուզական գործակալության տվյալների համաձայն Կիմ Չժուենը երբեք պաշտոնական դպրոց չի հաճախել եւ տնային կրթություն է ստացել Փհենյանում։ Նշվում է, որ վերջինս ունի նաեւ ավագ եղբայր եւ կրտսեր քույր կամ եղբայր, որոնք երբեք հանրության առջև չեն հայտնվել։ 2023-ի փետրվարին Ազատ Ասիա ռադիոկայանը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեայի կառավարությունը հրամայել է Կիմ Չժուե անունով բոլոր քաղաքացիներին փոխել իրենց անունները, ինչն իշխող դինաստիայի համար ստանդարտ պրակտիկա է։ Չի բացառվում նաև, որ Կիմ Չեն Ընը ցույց է տալիս, որ նա հոգատար ընտանեկան մարդ է, ինչը կարևոր է խորապես պատրիարխալ հասարակությունում։ Մեկ այլ տեսակետի համաձայն էլ Կիմը հույս ունի հաղթահարել Հյուսիսային Կորեայի պատրիարխալ հասարակության մեջ ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց նկատմամբ խորապես արմատացած նախապաշարմունքները։ Նախորդ առաջնորդներ Կիմ Չեն Իրի եւ Կիմ Il Սենի օրոք քարոզչությունը հիմնականում կենտրոնացած էր Հյուսիսային Կորեայի առաջնորդի որպես ազգի հոր դերի վրա, ասում է Օքսֆորդի համալսարանի քաղաքագիտության դասախոս եւ կորեական թերակղզու փորձագետ Էդվարդ Հաուելը եւ հավելում, որ Կիմ ընտանիքի անդամ ունենալն այնքան կարեւոր է Հյուսիսային Կորեայի ղեկավարության համար, որ կին ղեկավար ունենալը դիտարկվում է շատ ավելի լավ տարբերակ, քան Կիմ ընտանիքից դուրս մեկի թեկնածությունը, ասում է Հաուելը։ Հաուելը կարծում է, որ կա Կիմ Չեն Ընի մեկ այլ հավանական իրավահաջորդ առաջնորդի քույրը Կիմ Յո Չժոնգը, որի մասին պետական լրատվամիջոցներն առաջին անգամ պաշտոնապես խոսել են 2014-ին։ Նա բարձր պաշտոն է զբաղեցնում իշխող Կորեայի աշխատավորական կուսակցությունում։ Նա շատ ավելի մեծ է, քան Կիմ Չժուեն եւ ակնհայտորեն շատ ավելի մեծ փորձ ունի Հյուսիսային Կորեայի քաղաքականության մեջ։ Արդյունքում ստացվում է այնպես, որ կարևոր չէ, թե որ կինը կլինի ղեկավարը, դուստրը թե քույրը։ Կարևորը, որ նրանք Կիմի դինաստիայից են, նշում է փորձագետը։ 1948 թվականին Հյուսիսային Կորեայի հիմնադրումից ի վեր երկիրը կառավարել են Կիմ ընտանիքի տղամարդիկ, եւ եթե Կիմ Չժուեն մի օր փոխարինի հորը, նա կլինի պետությունը ղեկավարող առաջին կինը։